Հռոմեացիս 14:17-19 խոսքերում մի յուրահատուկ բան է խոսում։ Ասում է, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չի։ Այսօր մեր հոգը ավելի շատ ուտելիքի, խմելիքի, հագնելիքի մեջ է, համաձայն եք։ Տերը դեմ չի դրան, բայց եկեք մի հատ դնենք նժարներին հասկանանք, դա ավելի գերակշիռ է, քան Տիրոջ թանկ ներկայությունը մեր կյանքում։ Եթե տեսնում ես գերակշռում մի քանի հանդերձ ու հոգս դիր մի կողմ, հիշում եք ինչ ասեց Աստված։ Սկզբից Աստծո արքայությունը եւ արդարությունը խնդրեցեք ու մնացածը կտրվի ձեզ։ Գիտես, Աստծո արքայությունն ու արդարությունը դրսի բան չի, դա մեր ներսի վիճակն է։ Տեր իմ Աստված, եթե միջև հիմա ես արդար չեմ վարվել այսօրվանից, ուզում եմ քո թանկ ներկայությունը լինի իմ մեջ։ Այսօրվանից որոշում եմ կայացնում, որ ես իմ բոլոր գործերի մեջ արդար վարվեմ։ Այսօրվանից որոշում եմ կայացնում, որ քո արքայության, քո ներկայության այդ զորությունը իմ ներսում գործի։ Ես չեմ ուզում հոգս դարձնեմ ինձ համար իմ կյանքի իրավիճակները։ Ես ուզում եմ իրականում քո ներկայությունը իմ կյանքում։ Քո Սուրբ Հոգու զորությունով լցնես ու փոխես ինձ։ Մնացածը կտրվի ինձ։